Այսօր այս քաղաքացիները հավաքվել են ստեղ, որովհետև քաղաքացիները որևէ օրենքի որևէ կետ չեն խախտել, բայց կորցրել են գումարներ։ Եվ այս դեպքում, եթե քաղաքացիներից գումար են գողացել, ապա մեղավոր են գողերը եւ ոչ թե քաղաքացիները, սա առաջին, եւ քանի որ դեպքը տեղի է ունեցել, սա համակարգային ձախողման հետևանք է, որի համար համակարգից պահանջում ենք պատասխանատվություն եւ գլխավոր պահանջն է քաղաքացիների վնասի փոխհատուցումը եւ գումարների վերադարձը։ Սա համակարգի վրա պատասխանատվություն է դնում եւ այս կարճ ժամանակամիջոցում, որ ես արդեն այստեղ էի, այստեղ ինձ մոտեցել են եւս 92 քաղաքացիներ եւ 92 քաղաքացիները բերել են հանցագործության մասին հաղորդումներ։ Սա մեր իրազեկման ակցիաների հետևանքն է, որովհետեւ թալանի ենթարկված քաղաքացիները, ներդրումային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները չեն դիմել ոստիկանություն զուտ այն պատճառով, որ չեն հավատում եւ հիասթափված են, որովհետեւ բազմիցս դիմել են ներքին գործերի նախարարության տարբեր բաժիններ եւ ստացել են պատասխաններ, որ դուք եք տվել այդ գումարները, ում եք տվել, որ մեզանից եք պահանջում, որ միևնույնն է այդ գումարները չեն կարողանալու գտնել իրենց կարողությունների, համակարգային ձախողման կամ թերացումների պատճառով քաղաքացիները չպետք է կրեն ֆինանսական վնասներ եւ տույժեր, իսկ այն քաղաքացիներին, ում մենք իրազեկում ենք ներկայացնել, որ հարգելի քաղաքացիներ, եթե դուք դարձել եք զեղծարության զոհ, եթե ձեզանից գումարներ են կորցրել, ձեզանից գումարներ են գողացել եւ դուք գումարներ եք կորցրել, ապա հանցագործության մասին հայտարարություն չտալը հանցագործության կոծկում կամ քողարկում եւ այս ֆոնի ներքո բերել են հանցագործության մասին հաղորդումներ, մենք նախորդ ակցիային գլխավոր դատախազության առաջ ներկայացել ենք 35 հանցագործության մասին հաղորդում, սրա երբ որ քննչական կոմիտեի առաջ էինք, մենք այն ժամանակ ներկայացել ենք մոտավոր 42 հանցագործության մասին հաղորդում, այս պահին իմ ձեռքին 93 հանցագործության մասին հաղորդում կա եւ ես սպասում եմ հանցագործության մասին հաղորդումները, երբ որ լրացվեն, ելի են մեծ քաղաքացիներ մոտենալու, այդ ժամանակ հանցագործությունների մասին հաղորդումը ես մուտք կանեմ եւ այսպիսով ես ասեմ, քանի դեռ քաղաքացիների ֆինանսական իրավունքները չեն վերականգնվել, քանի դեռ համակարգը պատասխանատվություն չի ստանձնել, մենք գալու ենք մեր ակցիաներով եւ մեր հետ բերելով այսպիսի տրցակներ դիմումների, մենք համակարգերը խցանելու ենք դիմումներով, մենք պահանջելու ենք եւ այդ գումարների վերադարձը անպայման պետք է լինի եւ այդ մասով ես ասեմ, որ մենք ի ուրախություն մեզ բոլորիս ունենք կոնսենսուս քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որ իրանք խոստացել են, որ գտնեն իրավական այնպիսի լուծումներ, որ դեպքերի բացահայտումը եւ քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը չպետք է կապվի իրար հետ, այսինքն կան իրավական լուծումներ եւ իրանք գտնում են, որ իրանք պետք է աշխատեն, բայց մենք չունենք համբերություն, մենք չենք սպասելու իրանց աշխատանքի արդյունքներին մինչեւ մեր կյանքի վերջը։ Պետք է այդ լուծումները պարզապես շուտ տրվի, այսինքն համակարգը արդեն իսկ թույլ տվել է թերացումներ եւ դրա հետևանքով քաղաքացիների մոտ առաջացել է համակարգի նկատմամբ անվստահություն։ Հիմա հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նպատակը նաեւ որն է, որ համակարգերի նկատմամբ քաղաքացիների վստահությունը վերականգնվի, համակարգի գործունեության վերաիմաստավորում ենք մենք նաեւ իրականացնում քաղաքացիների իրավունքները պաշտպանելով։ Տեսեք, դուք ասացիք, որ կա բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր որ ուժել են եւ դրա հետևանքով ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել, խնդրում եմ հստակեցնել, թե այս բանին փաստացի ոչ թե ասեկոսների տեսքով կամ այսպես թռուցիկ հաշվարկների տեսքով կամ շատ մոտավոր հաշվարկների տեսքով, այլ փաստացիորված որքան գումարի մասին է խոսքը, եթե վաղը ձեզ ասեն, որ այո վերադարձնում են գումարը, ձեր ունեցած դիմումների մակարդակով ինչքան փողի մասին է խոսքը։ Մեր ունեցած դիմումների մակարդակով մենք ունենք այս պահին արդեն իսկ 500 մոտավորապես եմ ասում ներողություն 497 դիմում հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությանը
որ մեր իրավունքները խախտվել են եւ խնդրում ենք մեր իրավունքները պաշտպանեք 492-ից 400 ես թվերը կարող եմ շփոթեմ 430-ը Hello Bit-ի հարթակում տուժածներ են, նրանք տուժել են հազարական դոլարներ, խոսքը մոտավորապես 430,000 դոլարի մասին է, մյուս քաղաքացիները, այնտեղ կան քաղաքացիներ, որ այլ հարթակներում զեղծարարության զոհեր են, տիկին Ռիտան էր, որ կորցրել է 192,000 դոլար, մյուս քաղաքացին կորցրել է 60,000 դոլար, տիկին Ալեքսան կորցրել էր կարծեմ 12 միլիոն դրամ, որ ուզենանք այս հաշվարկը մենք հստակ թիվ կհնչեցնենք, ուղղակի մտավախությունը նրանում է, որ գրեթե ամեն օր մենք ստանում ենք հազանգեր, մեր թիմին միանում են մարդիկ, ունենք դեպքեր, որ քաղաքացիները հուսահատվում են տեսնելով, որ իրավիճակը ձգձգվում է, այլևս ընթացք չեն տալիս, նաև այս բնույթի դիմումներ, բաներ իրավիճակ ունենք նաև, դրանով պայմանավորված այդ թիվը հստակ ֆիքսել հնարավոր պարզապես չի եւ տուժած, երբ որ ասում ենք կորցած գումար, որ գումարի մասին է խոսքը, քաղաքացին եթե գնացել է վարկ ա վերցրել, պարտք ա վերցրել, $1,000 ներդրում է արել, բայց եթե այդ վարկը ավելանալով դառնում է $1,200, $1,300, քաղաքացու կրած վնասը մեծանում է եւ դա կայուն կամ հստակ թիվ չի։ Այնուամենայնիվ ես հասկանում եմ, եթե ինքը ներդրել է 1,000 ամերիկյան դոլար կամ 370,000 դրամ, մենք ակնկալում ենք, որ պետք է իբրև վնասի փոխհատուցում տրամադրեն այդ 380,000 դրամը, բայց միևնույնն է դրա վրա տոկոսներ բանկերում կուտակվում են։